Քանի որ ինձ արդեն ներկայացրեցի, ես ցանկանում եմ իմանալ մենակ մի բան, եթե կան հարցեր, որոնք ձեզ պահին հետաքրքրում են, դուք կարող եք ասել, ես դասախոսության ընթացքում փորձեմ դրանք լուսաբանել, եթե կմնան այլ հարցեր, ասենք այդ հարցերը դասախոսության ընթացքում կտակ, ես կողմ եմ դրա, որովհետև որպես կանոն, ասենք իմ դասախոսական պրակտիկայից ելնելով, ես կարող եմ պնդել, որ ուսանողները կամ ունկնդիրները մինչև վերջ հարցերը ճշգրիտ չեն հիշում։ Բայց տվյալ պահին, երբ որ առաջացել, դուք կարող եք ընդհատել եւ տալ հարցեր։ Կան այդպիսի հարցեր, որոնք ձեզ հետաքրքրում են եւ որոնք արժի, որ ասենք հիմա լուսաբանելով ընթանանք դասախոսության ընթացքում վերացնելու համար այդ կոչված բացելը կամ ձեր հետաքրքրասիրությունը բավարարելու համար։ Եթե ձեզ ջուր մի բան որ խմել, չէ, թե ջուր կլինի, արզ ջուր ուղղակի։ Շատ լավ, եթե դուք սկսեք երևի հարցերը արդեն ընթացից լավ։ Այսպես սկսենք նայած, որ ես կրոնի պատմություն տերմինին դեմ եմ, իսկապես կա կրոնների պատմություն։ Ոչ թե կրոնի, որը ասենք առանցին վերցրած մեկ բան չէ, ինքը իր մեջ պարունակում է վաղնջական հավատալիքներ, իր մեջ պարունակում է բազմաստվածություն, հետամուսական շրջան եւ վերջապես համաշխարհային արդի կրոններ, միաստվածություն, որպես մոնոթեիզմ, նշեմ, որ նրանք բոլորը քաղաքականության հետ սերտ կապված են եղել։ Որքան զավեշտական չեն չի, ամենավաղ ժամանակահատվածից նրանք խորը կապ են ունեցել քաղաքականության հետ եւ ազդեցության տեսակետից շատ դեպքերում, ասենք մենք մտածում ենք, որ վաղնջական հավատալիքները որևէ ազդեցություն չեն ունեցել քաղաքականության վրա, հա, բարձրից կարծելով, որ այդ վաղնջական հավատալիքների ժամանակաշրջանում մարդը համատավար ավելի սակավ մտավորունակություններ է ունեցել, քան մենք ունենք այսօր, քանի որ տիրապետում ենք համակարգչին, քանի որ ավարտել ենք տարաբնույթ բուհեր եւ վերջի վերջո, քանի որ մեր մեջ կրում ենք բնական գիտելիքներ, մեր ընտանիքից դուրս բերած դպրոցներից անգանակ, որից զուրկ են եղել տվյալ ժամանակաշրջանի մարդիկ։ Հավատացնում եմ ձեզ, որպես կրոնագետ ես կարող եմ պնդել եւ եթե կարիք է դրա ապացուցել, որ մեր եւ վաղնջական շերտի մարդու բանական ունակությունների միջև չկան տարբերություններ։ Եվ նշեմ, որ այն ժամանակահատվածից արդեն կապը քաղաքականության հետ խիստ նկատելի է եւ առավել նկատելի այն դառնում է շամանիզմի ժամանակաշրջան։ Դրա համար ես կխնդրեի, որպեսզի դուք հիշեք, որ մեր գրականության մեջ, մեզ հասու գրականության մեջ կա մի կոպիտ սխալ, շամանիզմը բարբերաբար դիտարկվում է որպես մոգություն։ Թվում է, թե թարգմանում են հայերենով այդ շամանիզմ տերմինը, նշեմ, որ այս շերտի տերմինները թարգմանության կարիք չունեն։ Նրանք աշխարհում երևի ամենաճշգրիտ տերմիններն են։ Բացատրեմ ինչու, որովհետև մոգությունը ինքը ինստիտուցիոնալ երևույթ է, այսինքն նա բազմաշերտ է եւ հիերարխիկ։ Գոյություն ունի գերագույն մոգ, գերագույն մոգի ցած մոգպետած դաս, մոգպետած դասից ցած սովորական մոգեր, ենթամոգեր, աշակերտած դաս եւ հավակնորդների խումբ շատ մեծ։ Իսկ շամանը գործում է միայնակ կամ 1-2 օգնականով։ Բայց հավատացնում եմ ձեզ, տեսեք, սա մի յուրօրինակ ժամանակաշրջան է, երբ մարդկության պատմության մեջ մարդը, Homo sapiens-ը ինքը ընդունում է, որ կա իրենից բարձր հատկանիշներով օժտված մեկը։ Եթե ըստ էության հավասար ենք, բոլորս օժտված ենք միևնույն բարեմաստություններով, 2 ոտք, 2 ձեռք, 1 գլուխ, ձայնով եւ այլ պարագաներով, այսպես ասած, յուրահատուկ որպես մարդու ատրիբուտներ, ապա այս դեպքում ի զարմանս մեզ ի հայտ է գալիս հասարակական համոզում, որ գոյություն ունի մեկը, որը հատկանիշներով գերազանցում է մյուսներին։ Նրան են դիմում ոչ սովորական խնդրանքներով, նրան են դիմում այն կողմնային աշխարհը մուտք գործելու խնդրանքով, նրան են դիմում ծայրահեղ ծանր հիվանդներին այն կողմնային աշխարհի դռներից դուրս խոզելու եւ ետ բերելու խնդրանքներով։ Եվ որպեսզի դուք մոտավորապես պատկերացնեք, երևի թե տեսած կլինեք բազմիցս, որ ինչ-որ շամանական մի միստերիայի տիպի մի բան, ասենք ավազի վրա նկարած է մի անկապ, կարելի ասել լվացված ուրվագծով մի էակ կամ որը համարվում է կենդանի եւ շամանը հավաքել է մարդկանց, որոնց մինչեւ 4 օր վազացնում այս կենդանու շուրջը, ծռմռված, կոտրատված փայտերը ձեռքներին, որը ծիծաղելի տեսարան է հիշեցնում, այս մարդիկ հա բարձրացնում եւ իջացնում են այս փայտերը, վազում են այնքան ժամանակ մինչեւ ներբանները վրաներից թափվում է, մինչեւ արի մեջ կորչում են, պարբերաբար շամանը օգտագործում է նաեւ որոշ դեպքերում թմրադեղեր, որոնք ինքը տալիս է ուղիղ քթանցքից տվյալ մարդկանց, ուղղակի ուղեղին հասնելու համար շատ արագ այդ թմրանյութի կիրառումը իրականացնում եւ հավատացնում եմ ձեզ այս абսուրդ թվացող արարողությունը
գիտատեխնիկական առաջընթացի տեսակետից ամոթով կթողնի մեր պատկերացրած բոլոր ճեղքումները, բոլոր ֆանտաստիկ գիտատեխնիկական ճեղքումները ոչինչ են իրենց տնտեսական էֆեկտիվության առումով համեմատած այս հոգեբանական, ես կասեի պատմահոգեբանական ճշգրիտ ազդեցության հետ համեմատության մեջ։ Եթե ես ձեզ հարցնեմ ինչու, ինչպես կմեկնաբանեմ, ինչու այս աբսուրդիվ թվացող իրավիճակը ստեղծում է այդպիսի ֆանտաստիկ էֆեկտ, որի համար մեր իմացած ճեղքումները, չգիտեմ, այնտեղ առանձին վերցրած շոկեանվի կիրառումը, էլեկտրականության կիրառումը, դրանք կարող են հիշեցնել տեղում քայլող մարշ եւ ոչինչ ավելի, ինչու։ Չէ, ես ասում եմ տնտեսագիտական առումով, մարդկային մտքին թողեն, ես ասում եմ էֆեկտի տեսակետից, տնտեսական էֆեկտի տեսակետից, ինչու։ Ուրիշ բան չունեն հավատալու, այսինքն իրանք դոգմա են ընդունում, այն ինչ որ ասել է շամանը, Сказать, что надо, տնտեսական եմ ասում, հավատի մասին չի խոսում։ Տնտեսական եւ քաղաքական, որովհետեւ դրանք չեն բավարարում։ Հավատքով են աշխատում, ինչ որ անում են, հա։ Ну իհարկե հավատը այդտեղ անբաժանելի տարր է, որտեղ շամանին հավատում են աշխատում, հա, ինչ որ տնտեսական առումով։ Այսինքն զոմբիացնում են նրանց եւ ստիպում աշխատել։ Տեսեք, անդրադառնանք, այսպես ասած, յուրաքանչյուր արժեքին, որպես տնտեսագետներ, եթե ասենք կամ տնտեսագետներ, ծախսված ժամանակը որպես այդպեսին ձևավորում է արժեք։ Հիմա պատկերացնենք, որ մարդիկ գտնվում են քարե դարում։ Այս մարդիկ մի զգալի մասով, եթե ոչ հիմնական, որսորդներ են։ Այս մարդիկ պետք է անեն որս, որսը որպես կանոն ոչ միայն պահանջում է հոգեբանական խորը պատրաստություն, այն միևնույն ժամանակ պահանջում է բացառիկ հմտություններ։ Բացառիկ հմտությունները հնարավոր է ձեռք բերել կիրառական տիրապետելով զենքին։ Եթե զենքը նետասալակն է, նիզակի սայրն է, որը պետք է ստանալ վանակատից, օբսիդիան, եւ դրա վրա մարդը պետք է ծախսի, ասենք 2-3 շաբաթ, որ ստանա նիզակի սայր, վերջին հաշվով առաջին նետումից նա կոտրվելու է որևէ թիրախի վրա։ Պատկերացնեք այս ամբողջ ֆանտաստիկ պատկերացների աշխատաժամանակը շամանը դուրս է բերում 4 օրվա ընթացքում։ Այս մարդկանց գցում է հարաբերական հալյուցինատիվ իրավիճակի մեջ, որտեղ նրանք տեսնում են այդ կենթանուն վազելուց։ Այդ միլիոնավոր շարժումները, որ նրանք անում են, դա միևնույն որսի փորձն է։ Բայց ինչով է սա կապված քաղաքականության հետ։ Եթե դեպի ժամանակաշրջանում առաջանում էր կոնֆլիկտ, ապա առաջին մարդը, որին հակառակորդը դիտարկում էր որպես թիրախ, դա ով էր? Շամանը։ Իսկ ինչու էր դա շամանը։ Որովհետև մնացած ամեն ինչը պարզ էր, հա, մենք գիտենք սրի դեմ ինչպես պայքարել, նիզակի դեմ, վահանը ինչպես կիրառել, բայց այն աշխարհը, որտեղ թափանցում է այս մարդը, այն հնարավոր էներգետիկան, ինչը նա այնտեղից դուրս է բերում, նրա ֆիզիկական կիրառումը հակառակորդի դեմ, արդյոք կարելի է սովորական զենքերով կասեցնել, երիցս ոչ։ Ուրեմն նա միշտ քայլում էր սրած դանակի բերանով։ Նա առաջինն էր, որին անհրաժեշտ էր սպանել, որովհետև այդպիսին էր նվաճողական քաղաքականության գլխավոր պահանջը։ Այժմ թողնելով այդ ժամանակները անդրադառնանք, դուք ասացիք հեթանոսական ժամանակներին, հա։ Իմ խորին համոզմամբ հեթանոսական ժամանակները մարդկային գիտելիքի փեղեկման հետևանք է։ Այսինքն համեմատաբար ավելի վաղ շերտում մեխանիկական գումար լինելով, դու պատկերացնեք, հա, առաջին վաղնջական աստվածություններ, կիս ազոոմորֆ, զոոմորֆ, հետո անտրոպոմորֆ եւ նվաճողական քաղաքականություն։ Մարդը ընդլայնում է արեալը իր գործունեության եւ մեկ ցեղը թափանցում է մյուսի տարածքը։ Թափանցման արդյունքում անխուսափելի են բախումները, անխուսափելի են բրուտալ գործողությունները, պրևենտիվ միջամտությունները ամեն հնարավոր հատվածում եւ այս ամենը որպես կանոն ավարտվում է ինչով, որոշ դեպքերում հավատացնում եմ ձեզ ավարտվում է գենոցիդներով։ Գենոցիդը զավեշտական կարող է հնչել, բայց դա արտադրյալ եղանակների հակադրության արդյունք է առաջին հերթին։ Խորը գենոցիդալ երևույթները արտադրյալ եղանակների հակադրության հետևանք է։ Ինչ է դա իրանից ներկայացնում։ Երբ որ
ձևավորվել է անասնապահություն որպես խաշնարած ընթացք եւ գոյություն ունի արդեն սեզոնային հողագործություն, սրանք հակադրված են մեկը մյուսին։ Մեկը մյուսի գոյությունը բացառում է, հասկանու՞մ եք։ Այսինքն եթե անասնապահները մտան այս տարածքները, որտեղ հողագործները պետք է ստանան իրենց բերքը, կամ այդ անասունը պետք է ապրի արածելով այդտեղ եղածը, կամ այդ հողագործը պետք է ետ քշի նրանց եւ ստանա իր բերքը։ Այսինքն պատճառով երկու արտադրյաղանակների բնական հակադրությունը ծնում է առաջին գենոցիդալ քաղաքականությունը։ Գերեւի թե, ասենք, պատմությունից տեղյակ կլինեք, որ այդ գենոցիդները արել են արիները, առաջինը մեծ հայտնի, ասենք, խորը գենոցիդ է, այսպես կոչված Փենջաբի Հարապպա Մոհենջոդարյան մշակույթի դեմ կիրառված տեղյակ եք հուսով։ Գենոցիդներ, հետո խազարական գենոցիդ վերջին հաշվով այսպես գալիս ենք հանգում ենք, ասենք, նաև թուրք ժողովրդի գենոցիդալ պատմության, այսինքն ինչպիսին էր նրանց մոտեցումը, որպես խաշնարածներ, համատաբար ավելի ուշ ինչի վրա էր դա խարսխված, եթե ցանկություն է կարող ենք այդտեղ խորանալ, բայց հիմա այդ խնդիրները թողնելով անդրադառնանք հեթանոսական ժամանակաշրջանին եւ քաղաքականությանը։ Իհարկե քաղաքականությունը առանց կրոնական մոտիվացիայի բավականին բարդ առաջմղելի երևույթ էր, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքականություն պետք է որպես բազիս ունենա որոշակի գաղափարաբանություն։ Այս է պատճառը, որ մենք տեսնում ենք, որ իրական աշխարհի ճակատագիրը որոշող պատերազմական գործողությունները ընթանում են գաղափարաբանական լիցքով ներծծված բանակների միջև։ Կամ եթե հակառակորդը չունի այսպիսի զորեղ լիցք, նա դիմադրունակ չէ։ Սա պատմական օրինակները փորձենք բերել, ասենք, ձեր համար բավականին պարզ կլինի, եթե ասենք փորձենք դիտարկել իսլամական մոտիվացիայի բանակները։ Բանակներ, որոնք համարում են, որ իրենց համար Աստծո ճանապարհին պայքարելով մեռնելը ավելի թանկ է, քան հակառակորդի համար ապրելու տենչը։ Այսինքն իրենք ուզում են ավելի շատ մեռած լինել այս ճանապարհին, քան հակառակորդը ձգտում է ապրել։ Տեղի ունենում բացարձակ հեղափոխություն։ Եթե դրանից առաջ հասարակությունները համեմատաբար մեղմ քաղաքական ընթացքի մեջ էին գտնվում իրենց տրոհման հետևանքով, այսինքն կրոնը սրբացնում է, ինչ բան, կրոնը գաղափարաբանություն է, որը սրբացնում է, հա, լավ, եթե ես հարցնեմ, ինչ բան է գաղափարաբանություն, ինչ կպատասխանեք։ Բազմիցս կիրառած բառը ձեր կողմից, ինչ է դա, ինչ է գաղափարաբանությունը։ Ես ես ասեմ, հետո քննարկենք, եթե դրա կարիքը կլինի, գաղափարաբանությունը վերջին հաշվով դա տեսություն է, որը բացատրում է տվյալ հասարակության կառուցվածքը, նրա տարեկան եկամտի բաժանման աստիճանները եւ հնարավորությունները, հասարակության անդամների եւ առանձին վերցրած կլանների դիրքերը, սրբացնում է այդ հարաբերությունները։ Ինչը պարզորոշ մենք տեսնում ենք Հնդկաստանի պատմության մեջ, երբ որ բաժանվում են կաստաների, այստեղ մենք որպես կանոն շեղվում ենք, որտեղ համարում ենք, որ 4 կաստայի է բաժանվում, իրականում նա բաժանվում է 3 կաստայի։ Այսինքն Բաշիշներ, շուդրաներ։ Առաջին հերթին բրահմաններ, երկրորդ հերթին քշատրիներ եւ միայն երրորդ հերթին վայշիներ, իսկ շուդրաները դիտարկվում են որպես սպասարկող բազմություն։ Սա է պատճառը, որ անդեմ մուրացկանության աներևակայելի քանակությունը այդ հատվածում գոյություն ունի։ Այսինքն այսօրվա Հնդկաստանում կա մոտ 400 միլիոն չէ, մուրացիկ, որը պապենական մուրացիկ, այնքան ուրիշ բանով չի զբաղվում։ Ինքը զբաղվում է մուրացիկությամբ։ Դեռ ավելին, այնտեղ շերտեր կան, որտեղ ասենք ծայրահեղ երևույթի է վերածվում, հայրը կոտրատում է երեխայի ոսկրերը, ծուրմուր կպցնում այդ ոսկրերը, որպեսզի նրա համար մուրացիկությունը հեշտանա, խղճալի տեսք ունենա եւ հեշտությամբ պոկի։ Բայց ինչու է արված այս կոշտ բաժանումը։ Ինչը հետո չխորանանք, չէ, 83 իջել է, բայց կոշտ բաժանումը հասարակությունը պահում է խորը եւ ամբողջական ցնցումներից դուրս։ Այսինքն կան բրահմաններ,
որոնք զբաղված են իմաստնությամբ, հոգևոր զարգացման գնահատականներով, օրենքի ու կարգի մասին տրակտատներով եւ փիլիսոփայությամբ, սրանց ցած կան կանգնած արդեն կիրառական իշխանությունը կրող եւ սրանց հետ մրցակից, բայց նրանց ոչնչացնել չուզեցող հասարակական կարգ այնուամենայնիվ պահող քշատրիներ։ Քշատրիների մեջ ընթանում է կռիվ։ Այս կռվի պայմաններում ի՞նչ է տեղի ունենում։ Մնացածը մնում են դուրս, չէ՞։ Այսինքն եթե պետք է կռվենք, քշատրիները հանդիպում են իրար ռազմադաշտում, իսկ կողքին, այսինքն վայշին վարը անում, այս քշատրիներից ոչ մեկը չի պոկվի, չի գա եւ չի ստորացնի սեփական թուրը, որտեղ ապրում այդ օրենքներով եւ չի թաթախի իրենից ցածր կաստայի անհատի արյան մեջ։ Հասարակությունը ապրում է առանց լուրջ զարգացումների, որովհետև կոնտրաստայնություն չկա, բայց ապրում է նաև առանց լուրջ ցնցումների։ Հիմա իսլամի պայմաններում գոյություն չունի այս բաժանումը, որը արդեն յուրահատուկ իր ամրակայված սկզբունքներով գործում է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից հետո միանշանակ արդեն։ Այսինքն անգամ մեր պատմագրության մեջ գոյություն ունեն տարաբնույթ ֆրագմենտներ, որոնք դժվար է հասկանալ, եթե չպատկերացնենք, որ գոյություն ունի այսպիսի մեծ ռազմիկների պլաստ, որը տարածված է ծաղկուն ցիվիլիզացիա համարվող տարածաշրջանի պետությունների մեջ։ Կլինեն դրանք բյուզանդական կայսերապետությունը, պարսկական կայսերապետությունը, Հայաստանը այսեղ շատ կարևոր դեր է խաղացել։ Այսինքն ամենամոնոէթնիկ գերխիտ տարածքը տվյալ ժամանակաշրջանի համար նա է օրենքների պահապանը եւ կրողը։ Շատ հետաքրքիր երևույթ է եւ եթե կամենաք, ասենք մենք այստեղ կարող ենք նաեւ որոշ խաղաղագծելու ճակերտներ բացել, ուղղակի նշենք, որ իսլամի կատարածը այս առումով բացարձակ հեղափոխություն էր։ Ամբողջ հասարակությունը ձգտում է ռազմիկի կարգավիճակի։ Յուրաքանչյուր մեկը, անգամ եթե չունի այդ հնարավորությունը, ոչինչի չի տիրապետում, մասնակցում է իր կապիտալով ջիհադի։ Այստեղ տարբերակ եք էլի, որտեղ գոյություն ունի մեծ ջիհադ, որը դա անհատի խնդիրն է, ամեն օր գտնվել պայքարի մեջ հանուն իսլամի արդարացի ճանապարհի վրա գտնվելու։ Եվ կա փոքր ջիհադ, որը հանուն իսլամի պայքարն է եւ որի մի բաժինը հանդիսանում է պատերազմական գործողությունների ողջ բազմությունը, որը պայմանական կոչվում է ղազավաթ։ Հիմա այս մարդիկ բոլորը միասին մասնակցում են այս պատերազմին։ Եվ առաջին անգամ եւ եվրոպական խաչակիրները հանդիպեցին, իրենց համար ցնցող էր իրավիճակը, երբ որ իրանք կարող են 20,000-անոց բանակը հաղթել թուրք սելջուկների 100 եւ ավելի հազարանոց բանակին, բայց հաջորդ ճակատամարտին նրանք նորից 120,000 են, հետո նորից 120,000, հետո նորից 120,000 են։ Այսինքն անհասկանալի բան է, եթե մենք եկել ենք որևէ եվրոպական երկրում 3 ճակատամարտ վրա հաղթում ենք, երկիրը կործանված է, նրա քշատրիների, այսինքն պայմանական ասած ռազմիկների շերտը, այլևս իզոր չի վերականգնվել, ոնց որ ասենք 100-ամյա պատերազմի ժամանակ ժամանակ հիշողության կորուստները շատ ծանր հետևանքների են բերում, էլի հատկապես դասախոսության ժամանակ ճակատամարտի։ Սում ասած, լավ ընթացքում կհիշեմ ու կասեմ Ազենկուրի ճակատամարտը։ Ազենկուրի ճակատամարտը, որտեղ ընդհանրապես ֆրանսիական ազնվականության մի հատվածն էր բախվում հակառակորդի հետ, կործանեց Ֆրանսիան, որովհետև վերականգնել այդ ամենը հնարավոր չի։ Միևնույն ժամանակ գոյություն չունի գաղափարաբանականային ռիսկը, ինչը կա իսլամում։ Տեսեք, անգամ երբ որ դիտում ենք իսլամի պատմությունը, Մուհամեդի զորքը բառից բուն իմաստով խժռում է հակառակորդներին։ Բայց գալիս է պահը, երբ որ նրանք պետք է կռվեն Մուհամեդի մահվանից հետո նրա կարիերան կրկնելու փորձ կատարող կախարդի հետ, որը նաև հանդիսանում է հարցուկ, այսինքն խոսում է Աստծո եւ աստվածների հետ եւ այդ մասին հաղորդում է իր բանակին։ Բայց մի րոպե կարելի է մի հատ բան արել։ Աբու Բաքրը այդ իրան ինքը խալիֆա էր, ինքը չուներ Ալլահի հետ կապ։ Ինչի՞ ես ասի Աբու Բաքրը Ալլահի հետ կապ ունի։ Ու կախարդ ասելով ի՞նչ նկատի ունի։ Կախին։ Ի նկատի ունեմ։ Ի՞նչ։ Կախին։ Քան, հա։ Կախարդ բառը հենց դրանից է ծագում։ Այսինքն այս մարդը
ալասվադը կոնկրետ ցանցով մի բան էր արել, չէ, բերել շարել էր, եթե ձեզ այդքան հետաքրքրում է, ես փորձեմ մանրամասնել շերտերն իջացնեմ։ Բերել կանգնացրել օրինակի համար, էլի նկարագրությունը շատ ճշգրիտ է։ Կանգնացրել էր 100 կենթանի զոհաբերության Սանայում, կենտրոնական հրապարակում եւ ձեռքին վերցրած զոհաբերության 2 ճուղ բաժանված նիզակը հրամայեց մոտեցնել Ճերմակ-ձին։ Ճերմակ-ձյունն ամբողջ ուժով հասավ, դա դոկումենտալ նկարագրություն եմ ես բերում։ Ամբողջ ուժով հասցրեց հարված, արյունը վրայից ծորացող, պատկերացնեք այդ տեսարան, Ճերմակ-ձին սկսում է վազել հրապարակով։ Ամբողջ ընթացքում ինքը մոտենում է առանձին բոլոր այդ կենթանիներին, կանգնած են ուղտեր հիմնականում, կանգնած են ձիեր, կանգնած են ոչխարներ, բոլորին մոտենում եւ բոլորին կանգնած տեղը մտցնում այդ նիզակը սիրտը հանում է։ Ոչ մեկը չի տատանվում։ Բոլորը հենց այդպես կանգնած տեղից ընկնում են։ Հետո ինքը ընկնում է գետնին, թավալվում այդ փոշու մեջ եւ աներևակայելի բարձրության, աներևակայելի հնչեղության մի ձայնով սկսում արտաբերել Աստծո կամքը։ Այսինքն կային այսպիսի մարդիկ, որոնք փորձում էին կրկնել Մուհամմեդի կարիերան, կանգնել զորքի գլուխ եւ մոտ 30,000 բանակ հավաքած այսպիսի անհատականությունը, մոտիվացնելով բանակը եկավ բախման իսլամադավանների հետ։ Իսլամադավանների գլուխը կանգնած էր ամենահանճարեղ իրենց զորահրամանտար, ոչ թե Աբու Բաքրը, որը ոչինչ բանել է սարումով։ 0 չէր, չէ, կներեք, -6, ոչ թե 0։ 0-ն հələ լավ է։ Ինքը -6 էր։ Բայց բանակի գլուխ կանգնած էր Խալիդ Բեն Ալ-Վալիդը։ Այսինքն անձնավորություն, որը հետագայում էլ պատմության մեջ կմնա որպես իսլամի անպարտելի թուր։ Բայց պատերազմական գործողությունները այնքան դաժան ընթացք կրեցին, երկու կողմից գաղափարաբանական բանակներ են, ներծծված այդ լիցքով, որ Ղուրանի հիշողների քանակը կրճատվեց այնպես, որ ստիպված եղան Ղուրանը ֆիքսել։ Կոտորվեցին Մուհամմեդի մերձավորների մեծ մասը։ Եվ միայն աներևակայելի կամային հատկանիշներն ու տաղանդը տվյալ զորահրամանատարի փրկեցին իսլամը այդ վաղ շրջանում ոչնչացումից, որովհետև դեմ դիմաց դուրս էին եկել գաղափարաբանական բանակներ։ Հիմա նույն կերպ, տեսեք, Անգլիայում տեղի է ունենում նույն քաղաքացիական պատերազմը։ Քաղաքացիական պատերազմ բողոքական նոր բարձրացող գաղափարաբանությամբ ներծծված բանակի եւ հակառակորդ ռոյալիստների միջև։ Ռոյալիստներն ավելի հմուտ են, բայց հակառակ կողմը պարտություններ կրելով այնուամենայնիվ, քանի որ ինքը խորը մոտիվացված բանակ է, սրբում է վերջին հաշվով ռոյալիստներին։ Եվ Անգլիայի արքային բերում մահապատժի, չէ՞։ Բերում Կարլոս առաջին գլուխը կտրում են։ Ինչու՞, որովհետև այս բանակը անհողդողդ է։ Նրա ճնշումը աներևակայելի է։ Անգլիայի ամբողջ պատմության ընթացքում երբեք չի հաղթել Շոտլանդիայում։ Գրավել Շոտլանդիան չի եղել։ Եղել են հաջող ճակատամարտեր, սահմանից խորացել են այսքան, սահմանից խորացել են այնքան, բայց այս դեպքում անգլիական բանակը սրբում է շոտլանդացիներին։ Անգլիան երբեք մինչև վերջ Իռլանդիան չի գրավել։ Բայց քանի որ այնտեղ չկա այդ մոտիվացված բանակը, չկա այդ գաղափարաբանական հենքի վրա կանգնած անհողդողդ անհատը, դրանց բազմությունը այդ անհատների, նրանք իզորու չեն դիմակայել անգլիական ուժին։ Այսինքն գաղափարաբանական բանակի ճնշման արդյունքում ոչ թե Օլիվեր Կրոմվելը կարողացավ վերջին հաշվով կառուցել այնինչ ուզում էր, Աստվածաշնչով նկարագրված երկնային քաղաքը երկրից երեսին, այլ այս շրջման արդյունքում որպես քաղաքական երևույթ ի հայտ եկավ անգլիական իմպերիան, անգլիական կայսրությունը եւ կայսերական հոգեբանությունը զանգվածի մեջ, ինչպես նաեւ հասարակական գիտակցության մեջ ամրակայվեց այս ճնշման հետևանքով։ Իհարկե պետք է խոստովանել, որ մեր տարածաշրջանը եւս զուրկ չէ այդպիսի կրոնական լիցքի ներդրումից քաղաքական հոսանքների մեջ։ Եվ այս տեսակետից իհարկե ես խստագույնս կարևորում եմ մի այսպիսի արտահայտություն, որը արեց ժամանակին Այաթոլլահ Խոմեյնին, հուսով եմ գիտեմ 70 թվական։ Սա կոչված Պարսկաստանի ադրբեջանցի առաջնորդը։ Նա ասաց, որ նրան հարցրեցին, բայց իսլամը քաղաքականության հետ կապ ունի։ Ասաց իսլամում չկա ոչինչ քաղաքականությունից դուրս, իսլամը 100% քաղաքականություն է։
ուրիշ բան չէ։ Բայց կային դրա պատմական հիմքերը։ Շահ Իսմայիլ երբևէ երևի լսած կնեք այդ անունը։ Շահ Իսմայիլ։ Հա։ Շահ Իսմայիլը ինքը շիայական գաղափարաբանության խոշորագույն կրողներից մեկն է։ Այ ես ուզում եմ հարցնել, ինչպես առաջացան սուննիներն ու շիաները, ինչի արդյունքում առաջացան։ Լավ։ Քանի որ հարցը տվեցի, կանրադառնամ, հիշեք։ Յուրաքանչյուր կրոն տրոհվում է իր առանցքով։ Զորօրինակ, ասենք, քրիստոնեությունը բաժանված է առանցքային կերպարով, հա։ Քրիստոնեության առանցքը Քրիստոսն է, Քրիստոսի հանդեպ վերաբերմունքով տրոհված է քրիստոնեությունը։ Ասենք, ուղղափառ, բողոքական, միաբնակ, երկբնակ, հնարավոր բոլոր տրոհումները վերջին հաշվով անդրադառնում են այս կետից։ Բացառություն չի կազմում նաև իսլամը։ Իսլամի առանցքում կանգնած է Մուհամմեդը։ Նա Քրիստոս չէ, իհարկե։ Դեռ ավելին, Ղուրանում նշում են որ ես ամենամոտիկն եմ կանգնած Հիսուսին։ Այսինքն 3 մարգարեներ են ըստ իսլամի, որոնք տարբերվում են մյուսներից, այսինքն դա բարձրագույն լիգան է մարգարեների, որոնք ունեն Աստծո մոտ անուն, մյուսները չունեն։ Աստված տվել է անուն միայն 3 մարգարեի։ Աբրահամին է տվել, Իբրահիմին։ Ոչ, Աբրահամին, Մուհամմեդին եւ Հիսուսին։ Միայն 3-ը ստացել են անուն Աստծուց։ Մեկը Աստծու մոտ հայտնի է որպես Աստծո ընկեր, դա Աբրահամն է։ Մյուսը Աստծու մոտ հայտնի է որպես Աստծո ոգի, Դուխ Բոժի, դա Հիսուսն է։ Եվ վերջապես երրորդը որպես Աստծո մարգարե, դա Մուհամմեդն է։ Ինչու՞մ է Մուհամմեդի այդ բացառիկ ազդեցության հիմքը։ Կա պահ Ղուրանում, երբ որ նա խնդրում է Աստծուց, տուր ինձ Հիսուսի հատկանիշները։ Տուր ինձ նրա հրաշագործության լիցքը, օժտիր ինձ դրանով։ Եվ Աստված նրան մերժում է։ Եվ այս առումով առաջանում է խնդիր, թե ինչպես է առաջանում նրա այդ աներևակայելի ազդեցությունը։ Նա կատարում է հրաշք։ Ժամանակակիցների աչքերում տեղի ունեն աներևակայելի մի հրաշք։ Այսինքն, մարդը, որը չունի ոչինչ, 0 է։ Միայն պատկանում է քիչ թե շատ հարգված ցեղի։ Տոհմը խաշի։ Ավելի մեծ, այսպես ասենք, թեյք որպես դիտարկենք, կորաշ։ Չունի եղբայրներ։ Չունի հայր։ Հայրը մահացել է իր ծնունդից օրեր առաջ, 2 կամ 3, նայած որ աղբյուրին հետևենք։ Չունի մայր, 6.5 տարեկանում կորցնում է մորը, մի սահմռկեցուցիչ և հոգեցունց տեսարան։ Հայրը մահացել է չհասնելով Մեքքա, Մեդինայում է մահացել հայրը, մերձակայքում թաղված է, մայրը տարել է նրան հոր գերեզմանին այցելության։ Բայց մայրը ևս կավեռնոց տուբերկուլոզով ամենայն հավանականությամբ հիվանդ է, Ամինան։ Եվ վերադարձի ժամանակ որդու ձեռքը բռնած նա մահանում է։ Մահանում է ճամփեզրին։ Ընկեցիկի պես Մուհամմեդը կանգնած չգիտի ինչ անել, դա 6.5 տարեկան երեխա է։ Չէ, դրանից հետո մի պատահական քարավան, որը պատահաբար, թե չէ նա գիշերը մնալու էր այդտեղ։ Անցնելիս է լինում, հուղարկավորում է մորը եւ այս երկկողմանի ծնողազուրկին բերում, հա նա պապի մոտ անցնում է բացառիկ պատասխան։ Շատ շատերը շրջանցում են այս պահը, բայց ես պետք է շեշտեմ դա։ Հիշում եք այդներ Թումանյանը ունի այդպիսի բացառիկ խոսքեր, նա ասում է ու ձմռան երկար գիշեր նստած, խոսում են օրվա 5 քաջերից։ Այսինքն կրոնական մոտեցումները, որոնք ի վիճակի են մարդկային երևակայությունը վառել, որոնք ի վիճակի են գրգռել մինչև աներևակայելի ակտիվության սահմանները մարդկային իմագինացիան, նրանք նույնպիսի մենթալ մարզման դեր են կատարում եւ երևի ավելի ուժեղ, քան մաթեմատիկական վարժությունները։ Հավատացեք ինձ։ Մուհամմեդը 2.5 տարի շարունակ ջրի մատուցողն է եղել եւ համաարաբական ազդեցություն արդեն ձեռք բերած Մեքքայի Քաաբ տաճարի տաճար եկած ուխտավորների սպասավոր։ Այսինքն բոլոր երկար գիշերները նստած նա լսել է
ամբողջ Արաբիայի անծայրացի իր ծայրերից բերած բանահյուսությունը իրավական մոտեցում մենք հետո կարող ենք ապշել, թե ինչպես միջին արաբական, միջին վիճակագրական իրավագիտակցության մակարդակով հանկարծ այս մարդու բերանից դուրս ժայթքեցին Ղուրանի տողերը։ Բայց ամենայն հավանականությամբ դա այդ մանկական հասակում գերընկալունակ երեխայի մեջ ճզմված այդ յուրօրինակ գիտելիքներն էին։ Այդ յուրօրինակ շերտն էր, որից գահավիժեց Ղուրանը։ Չնայած մենք համարում ենք, որ Ղուրանը միշտ եղել է Աստծո գահավորակի տակ դրած, եւ Ջիբրիլը ուղղակի պարբերաբար այցելելով դրա համար նա չունի ֆահուլա, այսինքն ընթացք Ղուրանում, որ դուք վերցնեք ու կարդաք, որ ով ծնվեց Ադամից, հետո Կայենից եւ այլ, այս բանը գոյություն չունի, որպես այդպեսին։ Նա առանձին ֆրագմենտներ են, որոնք իմաստնական բացառիկ լարվածություն պետք է իրենց մեջ ունենան եւ միևնույն ժամանակ պետք է խորը էմոցիոնալ ազդեցություն գործեն անձի վրա։ Սա է պատճառը, որ նա ունի ընթերցանության բազմաթիվ տարբերակներ։ Եվ ահա այս մարդը չունենալով ոչինչ, զերո եւ միգուցե ավելի ցածր լինելով, վերջին հաշվով ոչ միայն դառնում է Արաբիայի տերն ու տիրակալը, ոչ միայն մարտահրավեր է նետում, հավատացնում եմ ձեզ, ինչքան ես ուսումնասիրում, ամեն անգամ շաքարվում եմ այն պահին, երբ գալիս է իրավիճակը, թվում է, թե ուր որ է պատմական թատերաբեմի ցածկը սահի հերթական անհաջողակ կրոնական ռեֆորմատորը եւ մարգարեն, որը փորձեց իր ետևից տանել մարդկանց։ Երբ որ նա մեկ շաբաթվա տարբերությամբ կորցրեց իր հենասյունը կյանքում, կնոջը, որ իրենից 15 տարի մեծ էր, եւ իր հորեղբորը, որը հովանավորում էր նրան։ Ինքը փորձեց գնալ եւ ընդդեմ Մեքքայի դուրս բերել Թայիֆի ժողովրդին, մեկ այլ քաղաքի, դավաճանեց իր քաղաքին, եկավ ապրում էր քաղաքում դավաճանի կարգավիճակով եւ թվում է թե նա ցած էր արդեն սահում։ Վերջացավ։ Նա կանգնած էր մեծ մեքքայական տոնավաճառում եւ արտասվաթոր աչքերով կարդում էր իր ստացած Ղուրանի հերթական սուրահները։ Եվ երբ որ հանկարծ եկան մարդիկ, որոնք դրանից մոտ 400 կիլոմետր հյուսիս գտնվող Հասրիբ ու Ազիսից էին, որտեղ պատահականությունը մղել էր դեպի որոնումներ, պատահականությունը, այսինքն այստեղ երկու ցեղ հոշոտում էին իրար, են քաղաքացիական պատերազմներ, բայց առանց գաղափարաբանական հենքի։ Արաբ երկու ցեղեր, Աուս եւ Խազրաջ, հոշոտում էին իրար, պարբերաբար քաղաքը վերելացնում բարեսգուն իմաստով ճակատամարտի դաշտի։ Հрьяաները ամեն անգամ սրանց միմյանց դեմ են լավ, որպեսզի իրենք գերակայող լինեն։ Վերջապես սրանք հասկացան, որ հрьяաներն են մեղավոր։ Եվ որոշեցին գնալ հрьяաների դեմ ու նրանց դեմ առավոտ կանող հանկարծակի դուրս եկավ Ռաբունին։ Քանի որ իրենց մեջ կան արդեն հрья դավաններ, իրենք ցնցված են, քանի որ գիտեն ինչ է խոսում այս մարդը։ Եվ այս Ռաբունին հայտարարում է, որ արաբներ դուք ընտրյալ եք, ինչպես հрьяաները պատկերացնում եք, ողջ հրեական կրոնը կառուցված է ասված ընտրելական ազգի գաղափարի վրա եւ հանկարծ մեկը, այլ ոչ թե մի շարքային մեկը, Ռաբունին ուսուցիչը կրոնի հայտարարում է, որ դուք եւս ընտրյալ եք, չէ դուք մեզից ավելի ընտրյալ եք։ Որովհետեւ եթե մենք սպասում ենք ու մեզ չի տալիս Աստված փրկչի, ձեզ արդեն տվել է։ Եվ նա մանուկ չի, նա տարիքն առած անձնավորություն է։ Եվ մեզ մնում է նրան բերել եւ հաստատել խաղաղություն մեր քաղաքում, չենք իրար կոտորում։ Պատկերացնում եք ինչ ցնցող ազդեցություն։ Որից հետո որոնումները հանկարծ բերում են այս իդենտիֆիկացիա։ Թվում է թե ամեն ինչ վերջացած է։ Երբ որ նրա այդ արտասվաթոր ելույթը լսողների մոտ տեղի ունենում այն լսած ճառի եւ անհատի իդենտիֆիկացիան։ Սրանք մեկը մյուսի վրա շերտադրվում են մի անգամից։ Եվ սկիզբ է դրվում վերջին համաշխարհային կրոնին։ Հիմա այս անհատի շուրջ տեղի է ունենում իսլամի փեղեքում։ Ինչու՞։ Որտեղ անհատը դիտվում է աստվածային ձեռքը երկրից երեսին, քանի որ նրան է միայն տրված կարգի փոփոխությունը։ Ուշադրություն դարձնեք այս սպეციფიկ պահին։ Լիքն են նվաճողները։ Նրանք նվաճել են աշխարհը ոչ մեկ անգամ, բայց ո՞ն նրանցից կարողացել փոխել կարգը։ Ալեքսանդր Մակեդոնացին փորձել է ու չի հաջողել։ Հուլիոս Կեսարը փորձում էր չնչին մի բան փոխել, հա ինքը դառնալ միապետ մոտակա, այսօր դառնար։ Էլի չհաջողեց։
Եվ հիմա Մուհամեդը եկավ ու փոխեց կարգը։ Այսինքն սա գերագույն նվաճման տարբերակն է, որը նրան դարձնում է Աստծո ներկայացուցիչը երկրից երեսին։ Սա է պատճառը, որ նրա հանդեպ վերաբերմունքը ձեռք է բերում բացառիկ նշանակություն, որի մեջ նաև խորը քաղաքական նշանակություն։ Այսինքն մի մասը, որոնք սուննիտներ են կոչվում, համարում է, որ խալիֆ կարող է լինել միայն այն անձնավորությունը, որ պատկանում է Կորեյշ ցեղին։ Մի մասը համարում է, որ ոչ խալիֆը ժառանգական պետք է լինի եւ արյան գիծը Աստծո կողմից դրված Մուհամեդի մեջ պետք է շարունակվի որպես խալիֆներ։ Շատ հետաքրքիր է, շատ տարբեր են։ Մերոնք ասում են, մեկը սուննի է, մեկը շիա է։ Դա տենց չի։ Մեկը դժբախտ է իրեության։ Մեկը ողբերգական կյանքով է ապրում։ Որովհետև Աստծուց տրվածը չի կարողանում, Աստծուց տրված ցուցումը չի կարողանում իրականացնել երկրից երեսին։ Չվերջացնեմ այս հարցը նոր։ Վերջացեք, ուղղակի ասի կարող են ընթացքում հարցնել դրա համար։ Չէ, խնդիր չկա, ուղղակի հարցի վրա հարցը որ տաս, այս հարցը կա։ Համեցեք, լավ, ասա։ Երբ ասում ենք ընթացքում հարց, դա շնչված ձեռքը բարձրացնում եք, դասախոսը տեսնում Թե ես գտամ ուղղակի հարցն ավարտել, հարցը խիստ տարօրինակ է եւ մեր գրականության մեջ համարյա չկա։ Այսինքն այնպես ինչպես որ հասկանալի դառնա մարդու համար, թե ինչա է։ Մեկը ես ամենայն լույս եմ, շիաները ապրում են ողբերգական կյանքով, որովհետև չեն կարողացել Աստծուց տրված պատվերը իրականացնել երկրից երեսին։ Չի ստացվել դա։ Մինչև այսօր դրա համար նրանք ընթանում են սև դրոշի ներքո։ Մյուսը համարում է, որ չէ, մենք պայծառ պատմություն ենք ունեցել, խալիֆայություն ենք կերտել, աշխարհում բոլորի հերն անիծել ենք, իսլամը հաստատել ենք բոլոր երկրներում, որտեղ աներևակայել է, որ իսլամ կլներ։ Եվ այս ամբողջ փառքը, այս ամբողջ ընթացքը, բա մեզ չուրախացնի դա։ Մենք դրա կրողն ենք։ Եվ վերջապես երրորդը Ալ-Խարաջ կոչված ուղղությունը պառակտողականներ, որոնք համարում են, որ ոչ մի նշանակություն չունի, թե նա պատկանում է Մուհամեդի տոհմին, պատկանում է ցեղին, ընդհանրապես ով է, միգուցե ճանապարհի ընկեցիկ է, բայց եթե նրա մեջ դու տեսնում ես Աստծուց դրված որոշակի հատկանիշները, դու պետք է ճանաչես խալիֆայական նրա իրավունքները։ Խալիֆ նշանակում է տեղապահ։ Դա չի նշանակում ուրիշ ոչ մի բան։ Բացի այս, բայց միևնույն տեղից, միևնույն առանցքից կամ էպիկենտրոնից ելնող կան ուրիշ տարբերություններ։ Մուհամեդը միջնորդում է բոլոր իսլամադավանների համար այն կողմնային աշխարհում։ Մուհամեդը կարող է միջնորդել բոլորի համար, նաև քրիստոնյա։ Տարբերվում է Հիսուսից նրան, Հիսուսը մենակ քրիստոնյաների համար կարող է միջնորդել, իսկ Մուհամեդը որպես այդպեսին միջնորդում է բոլորի համար։ Բայց շիաների համար Մուհամեդը Ալին եւ նրա երկու որդիքը կարող են միջնորդել Աստծո առաջ։ Սա կարևորագույն հանգամանք է, որովհետև այն կողմնային աշխարհը իր դրախտով ու դժողքով մարդկային հոգու ամենանրբին ու քաղցր լարերն են։ Հասկանում եք։ Եթե դա չհասկանանք, դուք չեք կարող, չէ՞ հասկանանք, ինչի չինասների շատ։ Դա տրոնական պատճառ է։ Այսինքն դա խաղարկած է այն կողմնային աշխարհի այդ գաղափարը։ Մարդը ինքը ուզում է, չէ՞, հավերժ կյանք ունենա, ուզում է թե չի ուզում։ Համեցեք, հարցը տվեք։ Կրոն քաղաքականության հետ կապված, ձեր վերած օրինակների հետ կապված, մենք ընդհանրապես ուսումնասիրելով համաշխարհային պատմությունը, ստացվում է, որ կրոնը ուրեմն քաղաքականության հետ համադրելով ավելի մեծ ազդեցություն ունի հին միջին դարերում։ Հիմա նորագույն շրջանում կրոնի ազդեցությունը քաղաքականության վրա փորձեք գնահատել ու քաղաքական համագործակցության տեսքով։ Փորձենք գնահատել, փորձենք։ Ձեր սուբյեկտիվ կարծիքն է ցետակում որպես մասնագետ։ Շատ է։ Տեսեք նոր ժամանակները, կրոնի ազդեցությունը նոր ժամանակներում։ Ու պետք է ասեք, որ այստեղ տարաբնույթ զարգացման խճապատկեր է։ Այսինքն քրիստոնեության պատմական տարածքներում տեղի է ունենում արդեն երևացող սեկուլարիզացիա, կրոնաթափություն։ Քրիստոնեության ազդեցությունը հասարակական գիտակցության վրա սակավել է, որովհետև ի հայտ են եկել բուն քաղաքական ուսմունքները։ Ի հայտ են եկել քաղաքական կուսակցությունները։ Վերջապես ի հայտ են եկել կրոնը վիճարկող, նրա գոյությունը բացառող քաղաքական ուսմունքներ, ինչպիսին էր կոմունիզմը, հա, որ համարում են, որ դա վերապրուկ է ընդամենը եւ ժամանակի հետ պետք է վերանա։ Բայց կարող ենք արդյոք նույնը ասել իսլամի մասին։ Երիցս ոչ։
ներկայիս աշխարհում ընթանում է իսլամական զարթոնք, անկախ որևէ բանից։ Իսլամի ազդեցությունը հասարակական գիտակցության վրա կտրուկ ավելացել է, բայց ես կցանկանայի, որ այստեղ դուք մի բան լավ պատկերացնեք։ Երբ որ մենք սենց ընկել էինք պատմության խորքերը, այնուամենայնիվ ճիշտ կլինի, որ այստեղ ֆիքսենք մի բան։ Իսլամը տոտալիտար կրոն է, քրիստոնեությունը ավտորիտար, պայմանական ասենք դա։ Ինչու՞։ Եվ ինչու՞ն է դրա տարբերությունը։ Երբ որ խոսում ենք իսլամի մասին, հիշենք, որ յուրաքանչյուր իսլամադարանի եթե արթնացնես քնից, նա պետք է ասի լա իլա իլլա վալ Մուհամմեդի ռասուլ Ալլահ, հա։ Նա չի կարող ոչինչ ասել կրոնական պատկերացումներից դուրս։ Հասարակությունը հետևում է նրա մաքրակրոն լինելու։ Եթե նա մեկ անգամ չաղոթեց, հնարավոր է նրա հարևանը մատնի նրա։ Գնա ասի մոլային եւ մոլան բացի դուրը գա, հարցնի։ Ուզում ես դուրս մնալ իսլամադավանների շարքերից։ Այսօր քո հարևանն ասել որ չես աղոթել։ Եվ այս մարդը պետք է իրան ճղի, ամեն ինչ անի, որ հանկարծ իսլամադավանների շարքերից դուրս չդրվի։ Ուրփաթորյա աղոթքից 3 անգամ անհարգելի բացակայողը մեխանիկորեն դուրս է դրվում իսլամադավանների շարքերից։ Վերջապես Տեսեք, ավարտան հարցը, եթե կարելի է, էլի։ Տեսեք, իսլամը թույլ ինստիտուցիոնալիզացված հասարակություն է, որովհետև անգամ դահճի ֆունկցիան այս տեսակետից դրված է հասարակության վրա շատ դեպքերում։ Հասկանք, եթե մեկին բռնում են արտամուսնական կապի մեջ, նրան թաղում են գետնի մեջ, հա, հարևան մեր Պարսկաստանում։ Մինչև այսօր։ Յուրաքանչյուր մեկը վերցնում է քարը, մոտենում են եւ այստեղ մենք հիշում ենք Ջորդանո Բրունոյի մահապատիժը, հա։ Այսինքն Ջորդանո Բրունոյին երբ որ կանգնացրել էին, ինքը հարմարվել էր որ հեսա իրան վառելու են։ Մեկ էլ հանկարծ լսվեց մի ծղրտացող ձայն։ Հենց որ Ջորդանո Բրունոն զարմանքով նայեց, թե էս ի՞նչ ձայն է այս հրապարակում։ Մեկ պարավ կին էր, որը շալակած բերում էր 4 ցախերի մի խուրձ։ Երբ որ մոտեցավ, դահիճը ձեռքով կոպիտ հետ հրեց այս պարավին։ Ասեց ինչ ես ուզում, ասեց ուզում եմ դնեմ ոտքերի տակ, որ վառվի լավ։ Ասեց հանգարց կրակի դու գործ չունենաս։ Ջորդանո Բրունոն հասցրեց ասել, որ մի հատ բանը որ կուզենա այս պահին, որ դու իմանաս ինձ ինչի համար եմ վառում։ Որ սենց լծված եկել ես, որ իմ ոտքերի տակ դնես, բայց այն չի մասնա խոսում։ Դահճից բացի ոչ մեկը չէր կարող տալ կրակը։ Ինկվիզիցիան դա ինստիտուտ էր։ Ինստիտուցիոնալիզացված էր քրիստոնեությունը, որտեղ դա հռոմեական կայսրության կրոնն էր։ Իսլամը իր սրով է հարթել իր կայսրության սահմանները։ Քրիստոնեությունը ինքը նվաճել է ներսից հռոմեական կայսրությունը։ Այս իսկ պատճառով ավտորիտար կրոն է։ Այսինքն ասում է ինձ հանգիստ թող, ես քեզ հանգիստ եմ թողնում։ Որտեղ ինկվիզիցիան որպես ինստիտուտ հասարակական զարգացման այն փուլերում, որոնց մասին մենք խոսեցինք, վերացել է։ Չկա, աու, ուրա։ Չկա։ Սա ավտորիտար կրոն է, որը այսօր եվրոպական հարթության մեջ, այս մի քանի ամիս առաջ Վիեննայի կարդինալը բացառիկ այդպիսի հայտարարություն արեց, որ քրիստոնեությունը այսօր Եվրոպայում դարձել է օտարտար։ Բայց հավատացնում եմ, այստեղ էլ ամեն ինչ այդքան պարզ չի, որովհետև սրան նախորդել է խորհրդային միության փլուզումը եւ աներևակայելի քրիստոնեական վերելքը այս տարածքներում։ Հասկանաք, եթե փորձենք համեմատել արևելյան Եվրոպայում այսօր կրոնատախության աստիճանը եւ փորձենք համեմատել դա ընդամենը 20 տարի առաջ եղածի հետ, եթե փորձենք անգամ Հայաստանում կրոնատախության աստիճանը դիտարկենք, կտեսնենք, որ որակական տարբերություն կա։ Վերջապես, ներկայիս պայմաններում գոյություն է, ասենք, ուսում երևի տեղյակ եք, Հռոմում մեծ կապիտալներով աշխատացնում են 3 ինստիտուտներ, որոնք ուսումնասիրում են գլոբալիզացիայի հնարավոր ընթացքը։ Նրանք առաջ էին քաշել 5 մոդելներ, տևական աշխատանքից հետո։ 5 մոդելների մեջ միայն մեկ մոդելում էր, որտեղ փորձ էր արված համաշխարհային կրոններին իրանց կողմը անելու փոխարեն մտածել, որ ամենաթույլ մոդելն էր իմիջայլոց։
մտածել համաշխարհային ինտելիգենցիայի շերտ ստեղծելու մասին։ Այսինքն հասկանալի է, որ եթե դիմադրեցին համաշխարհային կրոնները այսօր որևէ քաղաքական ընթացք, ես միշտ չեմ ասում էլի գլոբալիզացիան, բան որ բավականին բարդ է ավելի, որևէ քաղաքական ընթացք չի կարող լիարժեք հաջողել։ Այս կրոնները ունեն ամենամեծ ազդեցությունը ներկայիս հասարակության զանգվածի է։ Նրանք ամենամեծ խթաններն են եւ վարքագիծը պայմանավորող ուսմունքները։ Կամենում ենք մենք դա, թե ոչ։ Մյուս կողմն էլ դիտարկենք։ Արդյոք այդ քաղաքական ուսմունքները, որոնք խլեցին առաջնայնությունը կրոններից ինչ-որ ժամանակ, հատկապես քրիստոնեությունը, արդյոք նրանք պահպանեցին հասարակական իրենց համարումը։ Այսօր պահպանել են կոմունիզմը, նացիոնալ սոցիալիզմը, ֆաշիզմը, լիբերալիզմը, արդյոք պահպանել են իրենց հասարակական համարումը։ Եվ արդյոք այդ անկման դատարկված հատվածում նորից կրոնական ազդեցությունը չէ, որ ուժեղացել է։ Այո, այսօր կարող ենք փաստել, որ այդպես է։ Չնայած պետք է օբյեկտիվ նայել խճապատկերը, տեսնելու համար, որ Եվրոպայում կա կրոնաթափություն, կա որ այս մոդելները, ասենք, բերեցին նրան, որ ասենք ի հայտ եկան նոր տեղաշարժեր, ասենք, մարդու իրավունքների պաշտպանության նոր ոլորտներ, ինչպես ասենք, փոքրամասնությունների, որոնց թվում նաև սեռական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրները, որոնք այսօր աներևակայելի մեծ դեր են խաղում, որ ես դժվար եմ պատկերացնում, թե այդ մարազմատիզմը մինչև երբ պետք է էլի մարդկանց տանի եւ ուր պետք է վերջին հաշվով հասցնի։ Հա, ուրիշ հարցեր կար խնդրեմ։ Հա, բանը Ինչքան է մնացել այս ժամանակ այս 48 օր է։ հարցը վերաբերում էր նրան, որ ասացիք, եթե 3 անգամ ուր կատարողին չի գնում, հեռացվում է։ Հարցը այնա, որ ինքը օրանովատ է դա ասում են մոլլաները ու խնդրանքի կարգով, եթե հնարավոր է միջև բուդդայականության։ Լավ։ Եվ այսպես, դա, այսպես ասենք, շերիաթով։ Ինչ բան է շարիաթ։ Շարիաթ դա իսլամի վարվեցողության կարգն ու օրենքները։ Շարիաթ նշանակում է կածան, ոչ թե սովորական կածան, այլ կածան, որը տանում է դեպի ջուրը։ Ջուր խմելու, պատկերացնում եք, ինքը ձևավորվել է անապատում, եւ այն կածանը, որ լիքը կածաններ են անապատում։ Դու պետք է իմանաս միայն այն կածանը ճշգրիտ, որը տանում է դեպի ջրհորը։ Եթե դու հանգարտ շեղվեցիր, քեզ սպասում է դաժան մահ։ Շարիաթ, այսինքն օրենքներ, որոնք մարդուն անց են կացնում դրանով։ Շատ հետաքրքիր է ինքը, եթե բաղդատում են քրիստոնեության հետ։ Քրիստոնեությունը մարտահրավերի ազարտի կրոն է այս տեսակետից։ Ստանում եք։ Այստեղ ընթացքը դու կարող եք համարել տախտուկ։ Դու կարող եք համարել ընթացքը ձանձրացնող։ Այսինքն դու ամեն օր վեր ես կենում, գիտես, որ ոնց պետք է վարվես, որովհետև այդ տարբերակով միայն կարող ես դրախտ գնալ, այն ջրհորը, ասենք, հա, գնացի, դրախտ հացար, եւ եթե շեղվեցի, ուրեմն ընտրեցիր այն կածանը, որը տարավ եւ դու չհասար ջրհորը։ Քրիստոնեության մեջ դու կարող ես ստանալ ներում եւ դրախտ բարձրանալ վերջին օրը, մահվանից առաջ ապաշխարելով իխորոց սրտի։ Եթե քրիստոնեության մեջ գոյություն ունի Հիսուս, որը կանգնում է մարդու կողքին, հա? Կանգնած է մարդու կողքին, չէ, կանգնած է քո կողքին, պայքարում է քո համար։ Պայքարում է քո ընթացքի համար։ Եթե հավաքվեցինք, քրիստոնյաները նա մեր մեջ կանգնած է։ Նա մեր հետ է։ Այ Աֆրիկայում սրա հաշվին քրիստոնեությունը հաջողվեց կասեցնել իսլամի դեպի հարավ արշավը։ Այսինքն աֆրիկյան ցեղերի համար ամերիկյան վերած քրիստոնեությունը իր 1000 բանով սկսած ռիթմիկայից վերջացրած ծիսակատարական, ասենք, առանձնահատկություններով այնուամենայնիվ ազարտ սիրող ժողովրդին քաշեց իրեն։ Եվ այս ընթացքը, երբ որ ամեն առավոտ դու գնում ես, գոյություն են ֆիտվեր։ Այսինքն մարդիկ թողնում են հեղինակությունները, թողարկում են օրենքներ, որին պետք է հնազանդվել, լսել, հետևել, այս օրենքների ազդեցությունը այնքան մեծ է, որ պատկերացրեք անգլիական խոշորագույն կամպանիաներից մեկը, որը ծխախոտ էր արտահանում,
ծխախոտ էր դուրս բերում որպես հունք Պարսկաստանից եւ արտադրում էր պապիրոսներ 49 թվականին մոլլայից, ավելի ճիշտ այաթոլլաներից մեկից ստացավ առաջարկ, որ իրենց հատկացնեն գումար կրոնական պահանջմունքները իրենց բավարարելու ինչ որ խնդիրներ կան, էլի։ Կառուցել ինչ որ շինություններ, դες մարդիկ են որոշեցին, որ ինչ մենք իշ կապ ունենք, մենք իսլամադավան չենք, եւ որոշեցին ուղղակի ականջի հետև գցել եւ չանել այդ բանը։ Եվ այս այաթոլլան թողարկեց ֆիլմ։ Արգել են ծխախոտաբուծությունը իսլամադավանների մեջ։ Կամպանիան սնանկացավ։ Որովհետեւ դուք մոտավորապես պատկերացնեք դրա ազդեցության աստիճանը։ Հիմա այս տեսակետից նա տոտալիտար է։ Նա պետք է պահպանի իր զանգվածի վրա իր ամենօրյա բացառիկ ճնշումը։ Ոչ մեկը այդ ճնշումից դուրս չպետք է լինի։ Եթե որևէ մեկը այդ օղակից դուրս եկավ, այդ նշանակում է դա մեր խոսքերով ասած չեպե է։ Դե պետք է գնալ, պարզել, վերացնել այդ բացը։ Հիմա այս տեսակետից ինչ է նշանակում դուրս մնալ իսլամադավանների շարքերից։ Դա նշանակում քո հետ ոչ մեկը չի շփվելու։ Դու առևտրական ես, քո հետ առևտուր չեն անելու։ Դու բժիշկ ես, քո մոտ բուժվող մարդ չի գալու անգամ եթե մահվան վտանգի ներքո լինի։ Դու դուրս ես մնում կյանքից մեծ հաշվով։ Եվ հետո սկսում են քեզ հետևել ամենավտանգավորը։ Ու դու ուրիշ կրոնի չանցար, այ ջահել։ Եթե հանգարց անցար, այս դեպքում արդեն բոլորիս համար հասկանալի։ Այսինքն մեկ քրիստոնեություն ընդունած իսլամադավանին Աֆղանստանում, Աֆղանստանից դուրս բերելու համար ամենակարող ամերիկյան բանակը 4-րդ փորձից կարողացավ դուրս բերել։ 3 անգամ ոչ մի կերպ չկա։ Այսինքն պետք է դուրս բերեն դեսպանատնից։ Հասցնեն մինչև ուղղաթիռը սա թռնի կորչի գնա, հնարավոր չի։ Ժողովուրդը լցվում, փակում է։ Չեն կարողանում։ Իսկ եթե դուրս գան նոր կրոնը փոխի։ Պետք է տենց սպանեն։ Հետո տենց չի։ Ասենք Սալման Ռուշդին մինչև այսօր թաքնված է, չէ՞։ Որովհետև սպանելու հրամանը տվել է Այաթոլլահ Խոմեյնին։ Ասել է մահ եւ միայն մահ։ Հիմա մինչև այսօր այս մարդը ապրում է սարսափահար, որովհետև մի անգամ խախտել է։ Հետո հետ գնալ չկարանի։ Հետ գնալ։ Ինչ հետ գնալ, եթե քեզ մահապատժ են Կրոնապահ Այ գումլայնաշապ կոշման ես, հա, մտածես որ հետ եմ գալի, բան, դե ես իմ դեմի Մուհամեդին եմ դել, կամ Հիսուսին։ Ժամանակահատված տրվում է մինչև մահապատիժը։ Չէ, մի րոպե։ Երեք սենց ասել եք, մինչև մահապատիժը որոշ ժամանակահատված տրվում է, եթե նա ձերբակալվում։ Ժամանակահատվածը տրվում է մի բանի համար, ինչպես եւ բոլոր մահվան դատապարտվածներին է տրվում, օրինակ Թուրքիայում գործում էր այդ կարգը։ Եթե մահվան դատապարտված քրիստոնյան դիմում է իսլամադավան դառնալու համար, մահապատիժը վերացվում էր։ Էլի ծանր կարար դատապարտվեր։ Բայց իսլամում բռնելու ժամանակ հնարավոր է չձերբակալվի, հասկանում եք։ Այսինքն մահապատիժը իրականացվի հասարակական ուժերով։ Դա հնարավոր է, ոչ չեմ ասելու, բայց ամենայն դեպս օրենքով է նշված, որ որոշակի ժամանակահատված տրվում է ու հնարավոր է։ Ես ասում բոլորին է տրվում ինչ որ ժամանակահատված, եթե նա ձերբակալված է։ Չկա այդ ժամանակահատվածի խնդիր, դա դավաճանություն է, եթե պարզվեց որ փոխել է կրոնը, նրա հանդեպ սպանությունը արդարացված է բոլորի կողմից։ Այս իսկ պատճառով նա որպես կանոն Սամասուդի թիրախ կարող է դառնալ։ Կարող նայեք այսօրվա ստատիստիկան, ասենք, եւ Պակիստանում, Հնդկաստանի իսլամական համայնքներում ինչ վիճակ է։ Վիճակը այդպեսին է։ Չէ, մի մոռացեք, որ ասենք նաեւ կան համայնքներ, որոնք չեն գործում իսլամական պետությունների մեջ։ Նրանք գտնվում են դրանից դուրս։ Այստեղ հնարավոր էլ չի քրեական հետապնդում։ Այստեղ հնարավոր է միայն բռնել ճանապարհին սպանել։ Ուրիշ տարբերակ չունեն։ Բայց Պակիստանի իսլամի տարբերությունը մյուս իսլամների շատ տարբեր է։ Ու ասենք իսլամը լիքը խեղաթյուրվել։ Ասենք հավանական Հավատացնում եմ ձեզ, եթե դուք ասեիք օրինակ իսլամը Ինդոնեզիայում ես կհամաձայնեի։ Պակիստանում չեմ կարող համաձայնել, որ նա տես Պակիստանում ծայրահեղական ճյուղ է, իսկ ասենք
Հիմա դուք ուզում եք ասել, որ Պակիստանում ավելի ծայրահեղական ճյուղ է, քան Սաուդյան Արաբիայում։ Դուք հիմա ուզում եք ասել, որ Պակիստանում ավելի ծայրահեղական ճյուղ է, քան ասենք բուն շիայական Պարսկաստանում։ Նրանք մրցակից են իրար հետ։ Բայց ասենք այդքանը չեն, ընդդեմ գոյություն ունի սկսած Եգիպտոս, Սիրիա, Լիբանան եւ այլն, որ Շատ լավ, խոսենք Եգիպտոսից։ Եգիպտոսը դա ծայրահեղական իսլամի երկիր է, թե ոչ։ Ուրեմն մուսուլման եղբայրների կուսակցության հայրենիքը ախպեր, բերեք խոսանք մուսուլման եղբայրներից եթե, բայց ուղղակի մենք սենց հակ անցնենք թեմաներով, բոլորը լուսաբանենք հերթով։ Մուսուլման եղբայրները իշխանության իրանց գոյության ընթացքում երևի 2 տարի են եղել, մի տարի մի քանի ամիս։ Բայց իրանք Բայց իրանք միջև միշտ եղել են ճնշված ու այսօր ճնշված չէ, ընդդիմություն է։ Ուրեմն սենց ասենք, էլի, մուսուլման եղբայրների համակարգը ես փորձել եմ բավականին երկար ուսումնասիրել։ Այդտենց էլ մինչև վերջ կառուցվածքի մեջ գոյություն ունեցող աշխատող հակակշիռները եւ զսպանակները դժվար են պատկերացրել։ Այսինքն նրա ճյուղավորվածության աստիճանն այնպեսին է, որ նրա մասին պարզ ցենց խոսելը ինքը սխալ է։ Որովհետեւ եթե վերցնենք, ասենք, նո Հասան Ալ-Բանեից, հա? Հուսով եմ տեղենք։ Եթե վերցնենք Հասան Ալ-Բանեից եւ փորձենք ինչ-որ պարզ ընթացք նկարագրել, մենք կոպիտ սխալված կլինենք, որովհետեւ այնտեղ զոհ են գնացել հազարավոր մարդիկ եւ այնուամենայնիվ այս կրոնական կազմակերպությունը կանգնացնելու վերջին տարբերակը իշխանությունների համար մնացել է Հասան Ալ-Բանեին գնդակահարելը։ Այն էլ ոչ թե բռնել բանտում գնդակահարելը։ Այսինքն այնքան չեն կարողացել կազմակերպության վրա, որ նրա գլխին գնդակահարել են տերորիստական ակտով իշխանությունները։ Հուսով եմ գիտեք, նրանք արտաքսեցին երկրից, աքսորեցին բուն երկրի մեջ, բայց ի՞նչն է պատճառը, որ հնարավոր չէր դրանց վերցնել, հնարավոր չէր կասեցնել։ Պատճառն այն է, որ ծայրահեղական իսլամը աներևակայելի ուժեղ էր Եգիպտոսում։ Խարտումից դեպի հյուսիս կար 150 կիլոմետր հատված, ես ես հավատացնում դա Չէ, մի րոպե, եկեք բանավեճին մի վերացեք, եթե հարց ունենք, հարց տվեք, եթե ուզում եք ելույթ ունենք, չէ, հիմա նորից նույնը շարունակենք ասենք, Հասան Ալ-Բանեի տեսակետը կարտահայտում, չէ, թող արտահայտեք տեսակետ, ես դեմ չեմ դրան, տեսակետները թող լսեն, բայց այնտեղ կար հատված, ես ձեզ ամենայն լրցանով եմ ասում, որտեղ կրակում էին անցնող նավերի վրա։ Գիտեք ինչի էին կրակում։ Որովհետև ենթադրում էին, որ հնարավոր է նավերի մեջ լինեն ոչ իսլամադավաններ։ Այսինքն սա այս երկիրն է, պետք չի պատկերացնել, որ հենց նոր դարձավ այդպեսին, հենց նոր դուրս եկան փողոցները ու հենց նոր սկսեցին կոտորել միմյանց։ Այսինքն վերցնենք էլեմենտար, ասենք, ծայրահեղական ներկա իսլամի հիմքում որ գաղափարախոսությունն է վերջին մշակած դրածը։ Սայիդ Քութբ։ Այո, Ղուրանի երհատով մեկնություն։ Հիմա ավելի ծայրահեղական բան ես դժվար եմ պատկերացնում, որովհետև իսլամի առաջնորդը ընտրված պետք է լինի միայն նա, ով մարմնի վրա ունի իսլամի համար պայքարի հետքերը։ Պայթելա ձեռքերը չկան, այս մարդուն կարելի է առաջնորդ ընտրել։ Իսլամը կարող է լինել ապագայի կրոն միայն մեկ դեպքում, երբ իրական իսլամադավանները առանձնանան։ Իսլամը կարող է լինել աշխարհակալ, վերականգնել իր համաշխարհային կարգավիճակը միայն այն դեպքում, երբ իսլամի ներսում իրականացվի զանգվածային տերորը եւ կսպանվեն բոլոր նրանք, ովքեր իսլամի ներսում երես պաշտորեն խախտում են իսլամի կարգը։ Իսլամի ներսում վերահաստատելու հարցում ուժը պետք չէ կանգ առնել նոր ֆիթվեր թողարկելու առաջ, այդ խոսքերն են։ Այս մարդուն դրեցին 66 թվին կախեցին բանտում, որովհետև բուն Եգիպտոսի համար հասկանալի էր, որ սա համաշխարհային խոշորագույն բռնության ալիքի ծնողներից մեկն է։ Որ պարզ ասում էր, որ արևմուտքի դեմ պայքարը կարող է լինել միայն սրով։ Մնացած բոլոր տարբերակները անհիմն են ու անիմաստ, եւ ամեն անգամ, երբ մենք փորձում ենք լսել արևմուտքին, պետք է հիշել, որ նրանց բերանում կա 12 լեզու։ Եվ մենք խաբված ենք, եթե արդեն փորձում ենք լսել։ Մենք պետք է կրակենք եւ ոչ թե լսենք։ Ծայրահեղական իսլամի հիմքերը այսօրվա սրանք են։ Աբդալ Վահաբն ինչ որ բաներ ասել է, բայց տեսական այս մակարդակը իհարկե չունի։
ուրիշ հարց կար, հա, ինչ։ Համեցեք։ Ասեք։ Պարոն Խաչատրյան, ինչպես եք ըստ ձեզ, ոնց եք գնահատում Հայաստանի ներկայիս վիճակը, կրոն եւ քաղաքականություն։ Մենք պատմությունից գիտենք, որ բազմաթիվ դարեր շարունակ եկեղեցին է ապավինել մեզ, պահել ժողովրդին, իսկ այսօր մենք կրոն եւ քաղաքականությունը առանձնացնում ենք իրարից։ Գիտեք, դա իմ խորին համոզմամբ ընդհանրապես սպես ընդունված էլի։ Եթե քաղաքականությունը չի հենվում կրոնի վրա, քաղաքականության թափանցումը հասարակություն եւ նրա գիտակցության մեջ զգալիորեն կրճատվում է։ Հասարակություն թափանցող ալիքի մեջ մեծ դերակատարություն ունեն կրոնական կառույցները եւ անկախ նրանից ինչ կրոնի մասին է խոսքը գնում։ Ես չմոռանամ բուդդիզմի մասին հարցը, քիչ եմ մոռանում։ Ինչ վերաբերում է Հայաստանին։ Ես եւս համարում եի ժամանակին, որ ճիշտ կլներ երևի թե որ եկեղեցին պետությունից անջատված չլներ, դպրոցից անջատված չլներ, որտեղ դա ձևական է։ Այսօր կրոնի պատմություն անցնում են դպրոցներում, հայ եկեղեցու պատմություն անցնում են դպրոցներում, բայց այ վերջին դեպքերից հետո ես իմ կարծիքը կտրապականապես վերանայեցի։ Երբ որ օրինակ դրվեց այդ սեռական փոքրամասնությունների խնդիրները եւ ճնշմամբ իշխանությունների վրա բոլոր այն եկեղեցիները, որոնք պետական եկեղեցիներ են, ստիպված եղան ճանաչել։ Իսկ արդյոք մենք կարող ենք պատկերացնել, որ ոչ մեծ Հայաստանը ունի բացարձակ իշխանական անկախություն։ Հետևաբար իմ համար այստեղ երկրորդ ֆունկցիան եկեղեցու խստագույնս է կարևորվում։ Հասարակական բողոքի որպես հաղորդիչներ մնացել է երկու բան։ Մնացած ամեն ինչը ոնց ասում են քապ չի արված, հա։ Մեկը ընտանիքներն են, որոնք իրենց վրա պահում են անգամ այդ իստեբլիշմենտը, մոտավորապես ինչպիսին ընտանիքներ են, այնպիսին այդ բուրգնա։ Նրանք են խարիսխը։ Եվ երկրորդը, որը համատաբար ավելի պասիվ բողոքի ուղղություն է, բայց մեծ ավելի պլաստ ներկայացնում, հակերևույթ ներկայացնում, դա կրոնական կառույցներն են։ Հիմա այսպիսի կրոնական կառույց, որը գոնե հարաբերական անկախության ոչտված լինի, ինձ թվում ավելի կարևոր է, քան պետությունից կախյալ եկեղեցին։ Որովհետև պետության անկախության աստիճանը այսօր բավական հարաբերական է։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Օրինակ, եթե մտովի անցկացնեք ձեր աչքի առջև, թե ում ինչպիսի պրեզիդենտ է հաջորդել վերջին 15 ձեր հիշած տարիների ընթացքում, ապա մի զարմանալի բան ի հայտ կգա, որ մեկը մյուսից համեմատաբար ավելի վատն են եղել։ Այսինքն ձեր գնահատականը հաջորդի, նախորդից ավելի ցածր է։ Այսինքն եթե պարզ վերցնենք Ֆրանսուଆ Օլանդին, դե Սարկոզին չէինք սիրում, էլի, հիմա բանը հերիք չի, մի հատ հրյա էր, մի կողմից էլ հունգար էր, ինքն էլ կոլոտ էր, ֆրանսիացիք էլ ձեռ էին առնում, հարցը ասել են, որ ռեկլամում էին մեքենաները, թե բանը Выбирайте маленького француза, Citroën-ի ռեկլամի մեջ Ֆրանսիայի պրեզիդենտը խցկած էր։ Հա, բայց հիմա Օլանդի հետ համեմատում ենք։ Ժակ Շիրակը, մեռանք փնովելով։ Իրան հաջորդողը լավն է իրանից։ Մեր գնահատականի մեջ։ Այսպես եթե անցնենք մնացածի վրայով է, մենք տեսնում ենք, որ պետությունների անկախ իշխանական դիմագիրը լուրջ փոփոխությունների է ենթարկված։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Այս իսկ պատճառով, որ ես գտնում եմ, որ եկեղեցական կառույցը, կրոնական կառույցը, ինքը կարևոր է, որ գոնե հարաբերական անկախություն ունենա։ Ես անդրադառնամ բուդդայականությանը, ես ասենք համաշխարհային կրոնը, ես չեմ մտածում, որ ծայից ձեզ պիտի պատմեմ, Չնայած ես միշտ հակված եմ նրան, որ երբ որ մենք խոսում ենք համաշխարհային կրոններից, խոսենք նրանց հիմնադիրներից, որովհետև մենք այդ մարքսյան կեղծ կողմնորոշումը պարբերաբար մեջ ենք գցել։ Հայտարարելով, որ անհատը ոչինչ է, այ հասարակական շարժումներն են, որ իրենք կրում են իրական լիցքը։ Հավատացնում ձեզ ոչ։ Համաշխարհային կրոնների հիմնադիրները աշխարհի խոշորագույն պատմական անհատներն են, որոնք իրենց հետքերը թողել են կրոնների վրա, բնածին հետքի նման, նրանց մեջ կարող եք տեսնել իսլամադավանների մեջ Մուհամեդին, էլեմենտար, Մուհամեդի ժամանակներում
Հրեաները ոչնչացված էին, հա? Հրեաներին գենոցիդ արեց։ Անկամ առաջ 3 հրեական ցեղեր էին, որոնք Մեդինայում ապրում էին։ Անկամ առաջին ցեղին, որ հնարավորություն տվեց դուրս գալ, 3 տարի հետո գնաց հետևից մինչև վերջինը մորթեց։ Ինչա՞։ Քրիստոնյաները իջեցված էին կարգավիճակով, պետք է այդպեսին լինեին։ Դուք կարող եք նայել իսլամական ամբողջ աշխարհում Մուհամեդի վարքագիծը կրկնել են բոլոր ժամանակներում։ Այսինքն թուրքերը եկել գրավել են Կոստանդնոպոլիսը եւ դրել են կարգ։ Այլադավանները չպետք է հագնեն իսլամադավաններին յուրահատուկ շորեր։ Այլադավանների կրոնական պրոցեսիաները դադարեցվում են։ Վերջ, էլ չկա փողոցում որևէ պրոցեսիա այլադավանների։ Եկեղեցիների զանգերը այլևս պետք է չհնչեն։ Այլադավանների տները իրենց կատարելությամբ, գեղեցկությամբ, շքեղությամբ չպետք է գերազանցեն իսլամադավաններին։ Հիմա այս ամենը հետևանքները, որ իրանք կապկում են, ասենք, կամ որպես դերային մոդել ընտրում են Մուհամեդին։ Ինչպիսին եղել է նրա ժամանակներում, այսին պետք է հիմա որ կանգնել ենք մենք եւ ասում ենք, որ այդ Մուհամեդին կարելի է ամեն ինչ ասել։ Ու իրանք ոչ մի բան չպետք է անեն։ Այս մանկամտությունն է ամենակիչը։ Հիմա Սիդդհարթա Գաուտամա Սաքյամունի Բուդդա Տաթագատա։ Հա, ամբողջական անունը Բուդդա է, այսպիսին է, բայց հատածում դες դա ունի իմաստնական խորը լարվածություն։ Ասենք մեր անունները քույր անուններ են, հա։ Ինչ որ Արնակ Ցոլակի Դարփինյան, մեկի գերեզմանի վրա գրած է։ Դեմի կարդում ենք Արնակ Ցոլակի Դարփինյան։ Այս չի հետևում, որ հոր աչքերը պայծառ են եղել, Ցոլակ։ Այս չի հետևում, որ ինքը աշդահա է եղել Արնակ։ Եվ դա չի հետևում Դարփին է եղել վերջին հաշվով։ Սա ձեռի հետ ինչ որ անազան հայրենը, որը այդ մարդու մասին ոչինչ չի ասում։ Հնդկական անունները այդպեսին չեն, այդ անունները ձեռք են բերում։ Արիների մոտ էլ էր այդպես։ Մինչև 16 տարեկանը կարող էր երեխան ունենալ կեղծ անուն, որը փոխվում էր։ Կամ անուն, որը մնում էր, բայց կողքից ավելանում էր այն անունը, որը որակներն էր նկարագրում տվյալ անհատի։ Սիդդհարթա, բոլոր ցանկություններն իրականացան։ Գաուտամա, Արնակ, ֆանտաստիկ ֆիզիկական ուժեր։ Սակիա, ջերմակամաշկ, Մունի, կներեք, Մունի, ջերմակամաշկ, Սակիա ցեղի անունն է։ Ամենայն հավանականությամբ բաց մազերով մարդիկ սպիտակամորթ։ Բուդդա պայծառատես կամ լուսավորյալ եւ Տաթագատա համաիմաստնացած։ Այս ամենը նկարագիրն է տվյալ պերսոնի։ Նրա հիմնադրած կրոնը աշխարհի ամենառաֆինացված փիլիսոփայական առումով կրոնն է։ Դերակատարությունը ներկայիս աշխարհում կարող ենք համարել համեմատած իսլամի եւ քրիստոնեության հետ ավելի ցածր, բայց նշեմ, որ նա արտահայտված է ամբողջ աշխարհով մեկ։ Նա իր մեջ ունի լուծումներ, իր մեջ ունի մոդելներ, որոնք կարող են մարդկության նաև ապագան հանդիսանալ։ Զոր օրինակի համար, ասենք, փորձենք մի ֆրագմենտ նրան ուղղակի նայել, Ձաձենը։ Այսինքն, երբ որ ես խոսում եմ այստեղ, դուք էլ ինձ լսում եք, հարցեր եք տալիս, միգուցե ինչ-որտեղ վիճաբանում եք, մենք գտնվում ենք միևնույն հոսքի մեջ, հա? Եվ մենք հոսքի ներսից փորձում ենք բարձել այդ հոսքի որակները, մեր կարծիքը նրա մասին հայտնել եւ այլն եւ այլն։ Անկամ դիսկուրսիվ տարբերակի մեջ մենք տաշեղ ենք ընկած ջրի մակերևույթին, որը հոսում է։ Բուդդայականությունը համարում է, որ սա կեղծ ճանապարհ է։ Եվ միայն այն դեպքում, երբ դուք կհասկանաք իրերի էությունը, միայն այն դեպքում, երբ դուք կկարողանաք դրսից նայել այդ հոսքին, դուք կկարողանաք խոսել նրա որակների մասին։ Որովհետեւ դա ավելի ձեր համար հասկանալի օրինակը բերեմ, ասենք բուդդայականության մեջ գոյություն չունի մարդկային ֆիզիկական մարմնի պաշտամունքի այն տարատեսակը, որը կա մեր մոտ։ Ասենք մենք վերածնունդը համարում ենք մի ժամանակաշրջան, երբ մարդակենտրոնությունը դարձավ մարդու մոտեցումների հիմքը եւ հասարակության եւ բնության եւ եզերքի հանդեպ, հա? Փիլիսոփայության եւ այլն։ Այստեղ այդպեսին չէ մոտեցումը։ Տեսեք, Սիդդհարթա Գաուտամայի ուսմունքում համարվում է, որ մարդը եւ բնությունը դրանք մեկ նախշ են։ Չի կարելի նրանից կտրել մի հատված եւ առավել եւս հակադրել այդ հատվածը մնացած ամբողջին։ Հետևաբար մարդը
պետք է տարալուծված լինի բնության մեջ։ Տարալուծման մեջ նա պետք է կարողանա վեր կանգնել բնությունից, որպեսզի կարողանա ընկալել։ Ну իհարկե, եթե ես ասեմ վերեմ այդ օրինակները, երևի թե հիմա բավական երկար ժամանակ կանցնի այն բանի վրա, որ դուք Ну լավ, ասենք օրինակներից մեկը ամենահայտնի օրինակը, ասենք բերենք, հա։ Կուսական դաշտ է գալիս է փաթիլ հսկայական ձյուն։ Ձյունը իջնում է արկայծելով իհարկե, փակել է ամբողջ դաշտը, չնչին հատված է երևում խոտերից։ Այս ամբողջ դաշտում երևում է մի կտրած կոճղ, մի ծառ է կտրած կոճղն է մնացել։ Այս միայնակ կոճղի վրա այս դաշտում թառած է ագրավը։ Նրա ձախ աչքը փայլեց, ագրավը կռռաց։ Այդ գրություն։ Նա այս գիշեր էլ կմնա մենակ։ Ինչ եք հասկանում սրանից։ Ես էլ սպասում եմ, ես հիշեցի մի անգամ պատահական ես Ուկրաինայում հյուրանոցին համարում, ընտրել էի հայի հետ որ մնամ, պարզեցի որ դա, պարզեց այս հայը շո պլանքյաշ է, էլի։ Չէ, բարբերաբար ես չի խոսում, իմ հետ ինքը իր գործին է, բան մի անգամ ասի ախպեր, հեշ չէ զում խոսացած ըլնենք, բան ասես դեմ ես դու տարբեր մարդիկ ենք։ Ստենակ ես ինչ ա, դեպ սեղան կծած է լուցկի, ինչ պինի կծած։ Ասի լուցկի, աս, էդ քո մրա լուցկի։ Բայց ես, որ ճշտվում եմ, իշտում եմ, մտնում եմ, ու խորանում եմ, ես զգացում եմ, չեմ կարա շփվել, որտեղ ես մոտ խորանում եմ։ Բայց այս որպես կարտակ, ուղղակի հավատացնում ձեզ, այն պատկերը, որը մենք նկարագրեցինք, ինքը աներևակայելի էմոցիոնալ լարվածություն է։ Նույնիսկ ժամանակի մի անգամ վիճաբանություն եղավ, իմ եւ ասենք ձարձերի կրողների միջև իրանց համար լրիվ շոկ էր, երբ որ վերջո հաջողվեց, ասենք իրանց հասկացնել Վահան Տերյանի աշուն է անձրև, ստվերներն անձև, դողում են դանդաղ, պաղ, միապաղ։ Այդ ձարձերի համար վերին եզր էր, էլի, որ դրա մեջ կարելի է խորանալ ու կորել, վերջնականապես։ Բայց հավատացնում եմ ձեզ, իրականում այս մտածողության տարատեսակը իրավունք ունի ապրելու ոչ միայն, ասենք, այս կոանների մեջ, ասենք, երկու ձեռքով ծափը հնչում է այսպես, մի ձեռքով ծափը ինչպես կհնչի։ Ну չէ, ես մի հատ ուսանող ունեի, շատ ավելի սրամից սենց արել։ Բայց իհարկե դա լռության երաժշտությունն է, եւ որքան է զավեշտական չհնչի, երբ որ 6 ամիս դարձանում մարդը մտածում այս կոանի վրա, նա վերջին հաշվով գալիս է այս եզրահանգմանը։ Ճիշտ է, այնպես մենք գալիս ենք երկու անգամ երկուսը հավասարի 4-ի։ Նույն կերպ ասենք, դուք ստացել եք հայրի, ձեր ընկերը ուղարկել է ձեզ հայրի։ Դուք այժմ նայում եք այդ հայրի մեջ, ո՞ւմ է պատկանում հայրին, ձեզ, թե ձեր ընկերոջը։ Ну вот, вообще-то տես չի, բայց ես ուզում եմ ասել մի բան, իհարկե մեթվագրության 4-րդ, 5, 6-րդ դարերում այս կրոնի ազդեցությունը անհավատալի մեծ է եղել Հնդկաստանում։ Այսօր նա ամենատարածված կրոններից մեկն է աշխարհում, համաշխարհային կրոնը, ու մի բան էլ ուղղակի հավելեմ, այդպես բարձ մի մոտեցեք, էլի։ Օրինակ, քննարկենք նրա գլխավոր գաղափարը։ Կյանքը տանջանք է։ Կյանքը տանջանք է, թե չէ։ Կյանքը բացարձակ տանջանք է, թե չէ։ Կյանքը տանջանք է բացարձակ։ Այսինքն դուք ուրախանում եք ինչ-որ բաներից, միգուցե տխրում եք պարբերաբար ավելի շատ, բայց այն որ ուրախանում եք, այդ կա։ Ինչպես եւ մենք սովորական նայում ենք։ Հիմա բուդդայականությունը այդպես չի դիտարկվում։ Նա համարում է որ չէ, կյանքը տանջանք է, տանջանքը ունի իր պատճառները, ո՞րն են պատճառները։ Դա մարդկային զգացողություններն են, մարդկային կրքերը, մարդկային մարմնավորը, որպես այդպեսին։ Մենք այդպես մտածում ենք, թե չէ։ Թե մենք ենք մտածում, որ մարդը բաղկացած է երկու սկզբներից, չէ։ Մեղսավոր հողից եւ Աստծո մաքուր շնչից կամ երկնքից։ Այս երկուսի միացման մեջ կայանում է մարդը։ Բայց հիմա կյանքը տանջանք է։ Ինչի։
Չէ, որտեղ գոյություն ունեն զգացողություններ, զգացմունքներ, չկատարված իղձեր, ցանկություններ, պահի մեջ առաջացած տեսիլքներ ձգտելի եւ դրանք միլիարդավոր են, չէ՞։ Նրանք մնում են ձեր մեջ։ Նրանք ոչ միտեղ ձեր միջից չեն գնում։ Եվ անգամ ամենաբացառիկ ուրախության ձեր պահերին նրանք ծավատում են ներսին։ Այդ process-ը ձեր տանջանքին կանգ չի առնում։ Այսինքն հոգեբանական տեսակետից ենթագիտակցության ուսումնասիրությունը այս առումով բուդդայականության մեջ աներևակայելի զարգացած ուսմունք է։ Եվ այն եռանկյունի, որը մենք պայմանականորեն պատկերացնում ենք որպես արևմտյան ցիվիլիզացիայի բացառիկ նվաճում, հա, Ատե եռանկյուն է, որը պայմանական եթե հատածա երկու հորիզոնականով, վերևի հատվածում մնում է գիտակցությունը, նրանից ցած։ Ենթագիտակցությունը եւ անգիտակցականը։ Մեկը մյուսից զանգվածով ավելի մեծ։ Բայց հավատացնում եմ ձեզ բուդդայականություն ոչ միայն սրանը հասել, այլև Տիբեթի մեռյալների գրում իջել աստիճաններ, որոնք մեր գիտությունը նոր փորձում են ինչ-որ կերպ տեղը բերել, այսպես կոչված, հա, տանատոլոգիայի շրջանակներում եւ երևի թե իմ կոչը այս կարճ ժամանակաշրջանի համար պետք է լինի այն, որ ցանկալի կլներ, որ ասենք դիտարկեք այդ ամենը լուրջ եւ ձեր համար ընկալելի դարձնեք, որովհետեւ դա մարդկային հարստության եւ մարդկային պատմական նվաճումների գանձարանի ամենազորեղ բաժինն է։ Հասկանում եք։ Այսինքն եթե դուք նայում եք Հայաստանին, սովորական պատկեր, հա, Հայաստանին նայում եք։ Մենք գտնում ենք հազարավոր եկեղեցիներ, չէ՞։ Որոշը խոնարհված, որոշը կանգուն, բայց հազարավոր եկեղեցիներ։ Մի հատ աշխարհիկ շինություն գտնում ենք։ Լավագույն դեպքում քայքայված վիճակում։ Բառից բուն իմաստով, այսինքն անգամ խողովակներ չեն մնացել, որը մենք պետք է աշխարհին ցույց տանք ու ասենք, որ այ էսա բաղնիքի կուլտուրան շարունակվել է Հայաստանով գոնե ամենակիչը, դա էլ չի մնացել։ Ամբերդի մեջ եղած եկեղեցիներն ավելի լավ են պահպանված։ Ինչու՞։ Որտեղ մարդիկ դա կառուցել են որպես իրենց հոգու տունը։ Իրենց տունը իրանք այդպես երբեք չեն կառուցել։ Համարել են, որ գլխավոր իմաստնությունն ու գանձն այնտեղ է։ Հավատացնում ձեզ քաղաքական բազմաթիվ խնդիրների, այդ խնդիրները նոր չեն, չէ՞։ Խնդիրները պարբերաբար առաջացել են, կրոնների պատմության մեջ դրանք գտել են իրանց լուծումները եւ շատ ճիշտ կլինի, որ ասենք կրոնների պատմությունից դուրս քաշված այդ լուծումները որպես մանրակերտեր այսօր ընկալված լինի լայն հասարակայնության կողմից։ Որսին այս չլինի, էլի, որ մենք հələ այնուամենայնիվ գտնվում ենք, այսպես ասած, քարե դարից մի քիչ էսկոմ եկած ժամանակահատվածում, եւ մենք էլ հասկանանք, էլի, որ մենք դրա կրողն ենք, ամենահիմքերից ենք գալիս։ Այդ գանձի մի հսկա պլաստը, իսկ գալի չափով չբացահայտված գտնվում է հայ ժողովրդի մեջ։ Դա մեր մշակութային բաղադրիչն է, համաշխարհային քաղաքակրթության մեջ մեր խոշորագույն ներդրումը։ Ապագայի համար մեր անբացառելիության գլխավոր գրավականը։ Որովհետև Աստված տարբեր է ստեղծել մարդկանց, չէ՞։ Աստծուն դուր է գալիս տարբերությունը, թե չէ կստեղծել միատեսակ մարդկանց։ Այս տեսակետից գույն ունեցող ազգերի թիվը բավականին քիչ է։ Եվ նրանցից մեկը այնուամենայնիվ հանդիսանում ենք մենք։ Ոչ թե այն պատճառով, որ 5 րոպե ունենք։ Դե ես կարող եմ թողնեմ հարցնի, թողնեմ հարցնի։ Չէ, ձեր համբերություն չչարշի։ Եվ մեր գույնի պատճառն ասեք նոր։ Գիտեք մի, մեծ մտածող կա, ասում է, Հայաստանը դա սեղանի վրա ավել ցուկ դարձած սնունդը չի, որը կարելի է շպրտել առաջինից պատահած մուրացիկին։ Դա հոգևոր եւ ֆիզիկական ուժի կենտրոնացումը, որը ստեղծել է մշակույթ, որին նախանձով են նայելու աշխարհի բոլոր ազգերը, անգամ հայերի բացակայության դեպքում։ Բայց ինչի՞ց է գալիս այդ գույնը։ Գույնը գալիս է նրանից, որ մենք ամենավաղնջական շերտից մինչև հիմա գալիս ենք բերելով բացառիկ արժեքներ։ Հավատացնում ես, մեր սասուցի դա, եթե կուզենաք մի անգամ ասենք ունենանք այդպիսի հանդիպում, եթե դեմ չեք լինի սասուցի դարի վերաբերյալ, դուք կտեսնեք այնտեղ գույներ, որոնք ոչ միայն անկրկնելի են։ Դուք կտեսնեք այնտեղ լուծումներ, որոնք իրենց բացառիկությամբ մրցակից են աշխարհի բոլոր սուրբ տեքստերի հետ։
Հավատացնում եմ ձեզ, մի տեքստ չի, որ ես կարդացել եմ ուսումնասիրել։ Այս առումով, այո, մենք գույն ունեցող ժողովուրդ ենք։ Ու հիշեցնեմ Ռաֆու խոսքերը, էլի, ես միշտ խոնարհվել եմ այդ բացառիկ կերպարի առաջ մեր պատմության, ասում եմ հայերը բոլոր մնացած ժողովուրդներից տարբերվում են մեկ բանով։ Ումից ինչ վերցրեցին աղավաղում են այնպես, որ տղողի համար դառնում են անճանաչելի։ Համեցեք։ Հա, ես ուզում եմ հարցնել այն կետների մասին, որոնք ուղղակիորեն ազդեցին մեր քաղաքականության վրա, հայերի Հայաստանի պատմության։ Եկել մեր հայ մշակույթը, որպես կրոնական, սկսենք արիական, հիքսոսների եւ այլն, ինչ տվեցին համաշխարհային քաղաքապետությանը, որովհետեւ մի բան կա, որ խոսում են արիական բանը մշակույթը, հենց կրոնը հանդիսանում է կաբալայի, նույն ինքը հուդայիզմի հիմքը, այդ նույն իրենց սվաստիկաներով, արև խաչ, կեր խաչ, հավերության խաչ, իրանց հավատում եք այդ ստին։ Չեմ հավատում, հարցնում եմ ձեզ, կարող Հավատացնում եմ ձեզ, դա մենակ կարելի անել են դեպքում, ասենք այդ բանը խոսալ են դեպքում, երբ որ սիմվոլիկայից, ասենք տարրական տեղեկություններ էլ չունեք։ Որովհետև արև խաչը դա ուղղահայաց է, եւ նրա լուսնային տարբերակը 45 աստիճան շեղած։ Մեր արև խաչը, այսպես որ դուք ասում եք, տեսնելու համար պետք է գնալ ցախած քար։ Երբ որ բարձրացակ այնտեղ, այդ աներևակայելի հմայչությամբ ճառագայթող հսկա խաչքարերի վրա դուք կգտնեք ձեր պատկերացրած արև խաչը թարս եւ շիտակ։ Այսինքն ուղղահայաց թևերը ստորում եւ էլի ուղղահայաց թևերը հակառակը։ Երբ որ մտնեք ցախած քար, քանդված եկեղեցի է, այս թևի վրա դուք կտեսնեք ապացույցը նրա, որ դա եղել է տղամարդկանց ուսումնական կենտրոն։ Նկարված է, երբ որ գնաք կտեսնեք սիմվոլիկայի մեջ։ Դուք կտեսնեք ծակ քարեր, որոնք դրած են տիեզերքում աստղերի շրջաբերումը ֆիքսելու համար։ Դուք կտեսնեք ապացույցը նրա, որ այս մարդիկ ժամանակին հայերը ճշգրիտ որոշել են մեթոնի ցիկլը։ Մեթոնի ցիկլը գիտեք որն է։ Արևը միշտ անցնում է ուղիղ, արևը կրկնում է իր ուղեծիրը տարին մեկ, ճիշտ է։ Բարձրանում է հորիզոնի վրա, իջնում է, ստեղծում է ձեր պատկերացրած արև խաչը կամ հայկական ռոմբը, որը մեխած է 1000 մի տեղ գառնիում։ Լուսինը երբեք ուղիղ չի անցնում։ Լուսինը փոքր տիեզերական ծավալ ունեցող մարմին է, որը մտնում է տարբեր ձգողական դաշտեր ու տատանվում։ Բայց մեր նախները բռնացրել են որ նա կրկնում է իր ուղեծիրը, բայց 19 տարին, 19 տարվա ուղեծիրն է կրկնում։ Պատկերացնեք ինչ աշխատանք է պետք եղել անել, ֆիքսել դա հարյուրավոր սերունդների ընթացքում ու պահել գիտելիքը, որ այդ մասին իմանաս 22-րդ դարում մեր թվագրությունից առաջ։ Նենց որ այդ սիմվոլիկայի հարցում թող մեր հետ չխոսան, էլի, որ մեր հետ խոսալու են, հավատացնում եմ ձեզ, այտենց թող չխոսան, որովհետև Անենց ոնց որ մեր մոտ է դրած դա էպիկենտրոնն է, չէ՞, որ ուսումնասիրում են։ Դες ասում են, որ հայերից դες Հիմա տեսեք, ճարտարապետությունը ուսումնասիրում մեր հետ կապ չունեցող ոնց որ թե մի հատ մարդ, կիսահարյա, կիսալե, Ստրժիկովսկի։ Ուսումնասիրումը վերջում ասում է Աստված իմ։ Ես համարում եմ բյուզանդական ճարտարապետական կոթողները կատարյալ, հետո հասկացա, որ նրանք քաղցրիկ են։ Աստիճանաբար որոնումները բերեցին Հայաստան։ Ես տեսա եւ վերջապես երբ որ զանգակատունը տեսա Կեչարիսի, ես հասկացա որ այստեղ է բացվել երկինքը եւ Աստված խոսել է հայերի հետ։ Երևի թե հայերը։ Մեր հետ այդ հարցում դու բան չան։ Ես ոնց հասկացել ասում են հрьяաներն են մեզնից ղեկավարել։ Զոր ջան, հрьяաների պատմագիրները այսօր գրում են, որ իրենք պատմականորեն երրորդ հազարամյակի հատվածում բնակվել են Բաղեշ գավառում եւ ավելի հարավ ընկած տարածքներում։ Եվ աստեղնալից երկնքի որպես պաշտամունքի ժողովուրդ իրենք քշվել են արեգակնային գերակայությունը ճանաչած ցեղերի կողմից։ Հա, մեր միջև այդ պատմական կոնֆլիկտն եղել է, բա իրանք այդ գիտեն, իրանք դա լավ պատկերացնում, մենք էլ вообще չգիտենք։ Մեր մոտ 5 հոգի գիտեն կամ չգիտեն։ Մենք այստեղ մի բան ունենք, որ մենք ժամը 9-ին քան որ մարդիկ կգնում են, մենք
ավարտում ենք, բայց նրանք ովքեր որ ցանկություն ունեն մնալու, այսինքն եւս 10-20 րոպե, եթե դուք դեմ չեք, մնում են հարցեր են տալիս, այդ ձև բարի։ Լավ, հարցեր կա որ։ Բայց դուք ինձ սխալ հասկացաք, պարոն Խաչատրյան, ես այն էի ասում, որ հենց արիացիներից են վերցրել Սա այն թեման է, որ հավերժական Բան չունի, սահմանափակումներ ասենք։ Մի վարքան